Դուք երբևէ լսել եք, որ ադրբեջանցին ապրելով Ադրբեջանում, այսօր էսի հողը հայկական է, անկլավ է, ու սենց բաներ ու էդի հիմնավորելով նրանով, որ ստեղ առաջ ապրել են հայեր։ Բայց Տիգրանաշենում հենց մեր հայ կինը տենց ասում, որ Տիգրանաշենը ադրբեջանական անկլավ է, քանի որ ստեղյանում ադրբեջանցիներ են էլի 70-80-ականներին ապրել։ Մի հատ աշեք ու շարունակենք։ Տիգրանաշենը հայկական է, թե ադրբեջանական։ Անկլավ է ադրբեջանական։ Ես այստեղով որ գնում էի փոքր ժամանակս տրանսպորտով, այստեղ թուրքերը խաղում էին լամուկները։ Որ թվականից է Տիգրանաշենը դարձել ադրբեջանական։ Ամբողջ 70 խորհրդային տարիներին Ստալինի, Լենինի օրոք սա եղել է ադրբեջանական անկլավ։ Իսկ դրանից առաջ։ Դրան, գիտեք, Տիգրան Մեծի օրոք ծովից ծով Հայաստան ենք ունեցել։ Ասենք այսքան տագետ, չիմացող, անգիրտ մարդ, ուր դուց են հայտնվել մեր Հայաստանում, որտեղ պաց իրենց հարազատ հողերից ատկաս կուքան։ Ինչա Փաշինյանն ու մնացածները ասում են, որ Փաշինյանն ու այսինքն ադրբեջանցիք ասում են, որ այդ հողերը ադրբեջանական է, վсё, իրենք է սկսեցին այդպես մտածել։ Մարդիշկան պետք է տագետ լինի, որ ասենք այդպես մտածել ու вообще ասենք տագետ լինելուց բացի անթասիբել լինի, որ իրեն հողեն ուր հենց ինքն է հենց հեմի կաբրի ատկաս կա։ Արա ադրբեջանցիք Արցախից հետո սա Հայաստանն են համարում իրենց հող։ Դուք ինչ եղեք ենք ձեր հողերից ատկաս կուքակ։ Ես պրոստը զարմացած եմ էլի։ Ասենք այսպես բան Ադրբեջանում էլ էր, հիմի այդ կանոչը վсё դավաճան էին, հանի ազգի ու տադել էին։ Ու ամբողջ համացանցով Ադրբեջանում այդ մարդուն խայտարակ էին իրեն։ Իսկ մեր մոտ դա արդեն ոնց որ նորմալ է ընդունվում։ Դե փենք զարմանում pedagogical մասշտաբով առաջ է դարվում։ Խի պետք է նորմալ չընդունվի։ Էս է մեր իրականությունը ցավոք սրտի։